որովհետև վերընծայված ողբաձայն բանաստեղծություններս թևավոր բառերի դրությամբ շարադասելով ողբ ու կոց, հաղիողորմ հառաչանք, դառալաց ու արցունքի երկ օրինեցի, դարձյալ սկսիմ աղաչանքի ճարերու, գաղտնի ծածուկ մեղքերս բացը այդ խոստովանելով ու զղջալով, նույն այն բառով սկսիմ ու վերադառնալով անուն վերջացնեմ, որպեսի կարոտը լամհոս դնել համարձակությունը միևնույն մաղթանքին ու միևնույն թախանձանքի խոնարհության, որ հոգին կապրեցնե։ Մեղա, մեծ բարերարության հանդեպ, ես որանարգ եմ, մեղա։ Մեղա ծագումի ճառագայթներուն դեմ, ես որ խավար եմ, մեղա։ Մեղա ամբավ շնորհածը դիրախտիկներուն արդարև մեղա։ Մեղա երկնային գթությանը ծիրոդեմ, հայտնապես մեղա։ Մեղա քեզի դեմ, որ ոչնչություն է ստեղծեցիր զիս, ստույգ մեղա։ Մեղա գրքիդ գերագույն գնգվանքներուն դեմ, ես անարժանս մեղա։ Մեղա ամպակած լույսի դվայելքին հանդեպ, ես խարդախս մեղա։ Մեղա անջարելի կյանքի ճաշակումին, շատ անգամ մեղա։ Մեղա խելքե մտքե վեր պարքևներու չնորին հանդեպ, միշտ մեղա։ Մեղա աստվածային գովյալ մարմութ հանդեպ, մեռնելու աստիճան մեղա։ Մեղա ստեղծողիդ պաշտելի արյանը դեմ, կատարելապես մեղա։ Արդարև օրտնված է մեղայից հատվածը, որ կուսադրի սիրտը, ասիկա հարգի ավանդ է ու անմորանալի պատվեր։ Հայրենական տուրք է ու նախահայրերու օրենք, հանրության թոշակն է ու անդիմադրելի խոսք, զորավոր պատասխան ու ապրելու կամուրջ, աստծոախորժելի ու սուրբերուն սիրելի, չկակվելիք կապ է ու հրաշալի խոսք, անվիճելի պատճառ է ու բաղձալի աղաչանք, փափագելի սեղան է ու սրտաշար շնչում, անհնարներուն ջար կգտնե և կարծրությունները կկապեցնե, աստվածապաշտներու սովորություն է ու հեթանոսներու գիրք, հին կանոն է, քրիստոնյաներուն ընտանի ու արարչին գաղթ է, զորավոր անջերպետ է ու սոսկալի խտիր, բարձրանալու արվեստ ու անչափելի խորություն, հիացումի տեսարան է ու կնքված խորուրդմը, որունը ոչ ոք կրնա թափանցել, եթե ոչ մտքի անըմբռնելի արագությամբ ասոր չծանոթանա։ Այն պահուն, երբ լքված դասակարգին վերջնական դատակնիքը կվճռվեր, չլսվեցավ այս հրաշագործ ձայնը բարեպատե, որ թերևս անմիջապես խզեր արդար վրեժխնդության վճիռը մահվան, այսպիսով ընտրությունն էլ անգործության կդատապարտվեր ու հավիտենականության սահմանն էլ կքակվեր։ Զարդը փառքի մեծության, որով նույն ինքը Աստված փսակվելով կբարգավաճի, որովհետև ով վազելով բռնեց այն սրբության սեղանին եղջյուրներեն, ու անմիջապես պատիժների ազատվելով անմեղ չհարճակվեցավ։ Իսկ եթե Աքար Զարմյան, Սավուխ Կիսյան և Հուդա Սիմոնյան անսիկա ասելով չարդարացան, ես էլ կվկայեմ իրավացի գտնվելով այս պարագան, որովհետև ակամա բռնադատության տակ արտահայտվածը կատարյալ սեր չէ, հետևաբար անբավական է փրկելու հոգին։ Իսկ ես կամավ կողջունեմ դարձյալ կրկնելով այն երջանիկ բառը, որ մկրտությանս ընկերս է։ Մեղա, երախտիկներդ մոռանալով կրկին մեղա, մեղա մարմնիս ձեռքով հոգիս մերցնելով ես հիմարս մեղա, մեղա շնորհած կյանքիդ դեմ դրժելով կատարելապես մեղա, մեղա խոսքդ մտիկ չնելով չարաչար մեղա, մեղա սատակման օրս փութացնելով ես վատս մեղա, մեղա որ դատապարտված եմ հավիտենական մահվան ես խայտառակս մեղա, մեղա քո բարձությունը չպատկառելով ես որ զզվելի մեկն եմ մեղա, ինձ համար կրկնապատիկ ողբալի
Վերջին հոգևոր թշվառությունն այն է, որ ես իս կորստի կործանումին մատնեցի, անդարձ կերպով հեռացա, թշնամի սեպվեցա, մինչդեռ որդի էի, երկնքի բարձրությունեն վար ընկա, չար վարքի փուշեր դիզեցի, ասոր հետ մեկտեղ ողբի ձայներ եւս կարծակեմ, որովհետև ես ինքս անձս անարգեցի, սատանային կուրքը գտա, սրտի ուրիշ ծանր կսկիցնել ունիմ, ձիս այնպես կկարծեն, ինչպես որ չեմ իրոք, փայլուն երևույթով բաժակ եմ անմաքուր, դուրսեն ծեփված պատ եմ աղտոտ, զարդերուն մեկն եմ սնոտի պարծանքով, լույս եմ մութի դարձած, թշվառացած աչք եմ, որի մեջ գերան կա, փառքի ջահ եմ մարած, ես որ ամեն բանի մեջ, ամեն տեսակետով միշտ հանցապարտ եմ, հանդեպ տերունական տնօրինություններուն, աստվածային հայտնություններուն, արարչական երևումներուն, սարսափելի խոնարհումներուն եւ հանդեպ անոր զորի մաչկովս տեսա, որուն համար մեծ է պատասխանատվությունը Սավետարանին ամբողջ զարմացումներեն, հիացումներեն ավելի, հալեցնող հոգեր, անտկարելի մտածումներ, անթիվ մտատանջություններ, անկատար վերելքներ ու անհաստատ վայրեջքներ, հարմար հուսահատություններ, պատշաճ հանդիմանություններ, պատեհ խայտարակություններ, արդարացի նզովքներ, հատուցման արժանի անեծքներ, ահավասիկ ասոնք են կշտամբանքները մեղավոր անձիս, որոնցով ես զիս հարվածելով կտանջվիմ, եւ որովհետև եթե քո սովորությունների ու համեմատ մարդասիրությամբ նայիս, կրնաս այս ամեն հանցանքները ներել ու մահվան վերքերը բժշկել, ասոր համար քեզ նայելով կթախանձիմ, ով ողորմություններուն Տերն ու ամենուն Աստվածը, Բարձրյալ հոր որդին Քրիստոս թագավոր, ստեղծող, գթած, բարերար, օրհնված, առատաձեռն, հարուստ, ահավոր, զորավոր, ողորմած, տեսուչ, ձեռք բռնող, արարիչ, ապրեցնող, ջարմանող, կյանք տվող, համբերող, քեն չպահող, ապավեն, բժիշկ, գովված, երկնավոր, անճարելի, լույս, կյանք, հարություն, նորոգություն, քավություն։ Եթե պիտի լսես, հառաչեմ, եթե ականջ պիտի տաս, փաղատիմ, եթե պիտի մտի կնես, աղերսեմ, եթե պիտի ներես, աղաչեմ, եթե ինձ պիտի դառնաս, կանչեմ, իսկ թե որ աչք գոցես, կկործանվիմ, եթե ոտքի տակ առնես, կուլամ, եթե օրապահիկս չնվիրես, կմեռնիմ, եթե ահավոր դեմքը ցույց տաս, կսատկիմ, եթե հանդիմանես, կդողամ, եթե ծուռ աչքով նայես, կսոսկամ, եթե սաստկանաս, կսարսափիմ, եթե հալածես, կողբամ, եթե վարս առնես, կկորսվի, եթե վհատությանս բոցը չառնես, կնեղվիմ, եթե խստություն ցուցնես, կփախչիմ, եթե սպառնալի կնես, կընկճիմ, իսկ եթե քննես, կքարկոծվիմ, եթե խիստ ակնարկ մողես, կսնքիմ, եթե չխնայես, կմերժվիմ, եթե պոռաս, կվախնամ, իսկ եթե աչքը թարես, կամչնամ, եթե ձայն տաս, կդողամ, բարիքներ ու պարգև անարգած, երջանկությունը թողուցած, շնորհը լքած, ուխտը դրժած, կյանքի ավանդը մորցած, համարձակության վստահությունը կորցնած քեզ, որ արարածները ստեղծեցիր, բարկացուցած, անջարելի շնորհքը ոտքի տակ առած, պատվո պատկեր այլափոխած եմ։ Իսկ եթե մահվան խեղդող ցավերու այս հեծության ատեն մարդասիրությամբ ինձ օգնության հասնիս, ով Տեր Հիսուս Քրիստոս, իմ վրա կկատարվի ազդումով գրվածը, թե բժշկությունը մեծամեծ մեղքերը կդադրեցնե,
որով ամենառատ քաղցրությամբ քո վրա պատսպարելով ու քուլուսեղեն կերպարանքդ հոգիս վրա նկարելով կրկին ամրացած կլամ քավությամբ եւ փրկվելով կրկին կստեղծիմ անմահ ու անմեղ կյանք ապրելու համար եւ քեզ հորդ ու Սուրբ Հոգուտ անverջ փառք կմատուցանեմ։ Ամեն։